Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Սա ես գիտեմ, որ բարդ է խոստովանել։ Բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակ այսօր ես մարդիկ ինչ են ասում, ասում են դե ինչ ուզել են տվել եք։ Ընդհակառակը վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են բան են անում, Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Ոչ մեկ։ Սկսած ֆինանսականից, ինչ է երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինչը չի երևում ու չի երևալու երբեք։ (2018) թվականից ինչի մենք զիջումների չգնացինք։ Ինչի մենք զիջումների չգնացինք։ Էսա լավ է։ Իջև տարվա վերջ էլ այդ թեման էլ կփակենք, այդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք։ Որովհետև մեզնից զիջման ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում, ինչի ձեր կարծիքով են մնացածում ժամանակներում, երբ որ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից, անկախության մասին հայտարարելու պահից կամաց տեղավորվել է այդ գրպանում, ինչի դա տենց է հայտարարվել։ Ոչ դա բոլորովին ուրիշ կերպ է հայտարարվել, ուրիշ վերնագրերով։ Խոսում են ազդեցության գործակալների մասին, լսեք, ձեր կուսակցությունը վերջին, ինչքան ասեմ, 70 տարում եղել է այդ երկրի ազդեցության գործակալը ամբողջ աշխարհում։ Լավ, մենք սրա մասին պետք է խոսանք։ Այսօր եկեղեցու լացն են լացում։ Այդ 60-ականներին, այդ Աբովյան փողոցի վրա գտնվող այդ շենքը ինչով էր զբաղվում։ Այդ ոնց էր, որ խորհրդային միությունը տենց աթեիստական պետությունը, որ մեր ազգային ինքնությանը իբր դեմ էր, այդ AUKS-ի շենք, այդ ոնց էր, որ հայրենակիցների հետ կապերի միություն կար, այդ ինչով էր զբաղվում այդ հայրենակիցների հետ կապերի միությունը։ Այդ ոնց էր, որ տենց հատուկ կառուցվածքային աջակցություն ուներ հայաստանյաց առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այդ հիմա, այսինքն պետք է թղթերը բացվեին, որ մենք սա հասկանայինք։ Այդ կուսակցությունը միջև մել այդ երկրի ազդեցության գործակալական ցանցն է։ Եվ այո, մենք պետք է որոշում կայացնենք, ընդ որում էական չի, որ երկրի։ Մենք պետք է որոշում կայացնենք, մենք հանդուրժում ենք մեր երկրի խորհրդանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Մենք պետք է որոշում կայացրենք, մենք հանդուրժում ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Իմ պատասխանն է, որ ոչ։ Որովհետև հակառակ դեպքում ինչի է ասենց հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել։ Հայաստանի Հանրապետությունն 2025 թվականի լավ երկիր է։ Հայաստանի Հանրապետությունն 2025 թվականի երկիր է, ով ի վիճակի է ինքը առերեսվել իր խնդիրներին եւ իր ճակատագրին։ Հիմա էլի անընդհատ քննարկվում է ծրագիրը, ինչը ավելի հասկանալի թեմա է։ Ես ձեզ մի բան ասեմ, անընդհատ խոսում է կառավարությունը ծրագրի այս կետը, այն կետը, ես ասել եմ, բայց էլի ուզում եմ ընդգծեմ, աշխարհում ուրեմն չի եղել, չկա եւ չի լինելու որևէ կառավարություն, ընդհանրապես բնության մեջ, որ իր ծրագրի 100%-ը իրականացրած լինի, տենց բան պարզապես գոյություն չունի։ Դա նոնսենս է,
Հետևաբար հարցը, բայց ծրագիրը ինչի է կազմում։ Ծրագրում արձանագրվում է այն խնդիրները, խնդիրների այն շրջանակը, որը պետք է կառավարությունը լուծի։ Հիմա մենք ինչ կարող ենք ասել մեր ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրը ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին ազգային ժողովում 70 կողմ ձայնով։ Եվ կառավարության ծրագրի այդ ընդունված 5-րդ կետում գրած է. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Այս խորհրդանում ընդունված ծրագիրն է։ Ես այսօր բացեցի նայեմ, մեծագույն ինչ է նշանակում։ Մեծագույն։ Հա, բառարանով նայեմ, էլի, որ չստացվի, որ մեծի գերադրական աստիճան, այսինքն ամենամեծը, ուրիշ բացատրություններ էլ կան, բարձրագույն, գերագույն, վեհագույն, վսեմագույն։ Այսինքն կառավարության ծրագրում կա մի բարձրագույն, վսեմագույն առաքելություն, եւ դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն մենք մեր մեծագույն առաքելություն իրականացրել ենք։ Այս մարդիկ ասում են, չէ, դա խաղաղությունը չի։ Բա ո՞րն է խաղաղությունը։ Ո՞րն է խաղաղությունը։ Ընդհանրապես այս հարցը շատ հետաքրքիր է։ Էդ էլ եկեք արձանագրենք, այդ բանավեճը նորմալ է, ո՞րն է խաղաղությունը, որովհետև մենք չգիտենք ո՞րն է խաղաղությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե ո՞րն է խաղաղությունը։ Եվ մենք սա իմանալով չենք գնում սրան նրան հարցնում, ո՞րն է խաղաղությունը։ Մենք ասում ենք, ո՞րն է խաղաղությունը։ Խաղաղությունն է նա, որ մի տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում։ Մեկ այս ամբողջն է խաղաղության ոչ։ Խաղաղությունն է նա, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում։ Խաղաղությունն է նա, որ Հայաստանը ապաշրջափակ գնաց կամտել Հայաստան Ադրբեջանի տարածքով վերջին 30 քանի տարում։ Այսինքն ենթադրաբար 91 թվից այս կողմ գնաց չի մտել։ Գնաց կամտել, որը բերել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարա հացի մեջ օգտագործվի։ Լսեք, այդ ցորենի մի մասը ես չգիտեմ, ինձ դա չի հետաքրքրում, ես անկեղծ չեմ էլ հետաքրքրվել, բայց կարան մի րոպե այդ ցորենի մի մասը, չէ, մի րոպե, էլի կարան ցորենի մի մասը տան հավերին։ Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելու։ Այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելու։ Այդ ցորեն մի թեփը դրա կարան տան խոզերին։ Այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում։